Շնորհակալություն, հարգելի նախագահ պարոն Բակոյան, հարգելի ներկաներ, հարգելի տիկին գլխավոր դատախազ, քննչական և հակակոռուպցիոն կոմիտեների հարգարժան նախագահներ, պատգամավորներ, ներկաներ։ Հարցը հնչեց արդեն, ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին և ինչու։ Սա սովորական, թեկուզ և ծանր, թեկուզ և մասշտաբային, բայց սա սովորական հանցագործություն չէր, եթե սրա տակից հանում ենք քաղաքականությունը։ Ինչու դա տեղի ունեցավ։ Որովհետև Հայաստանը որպես պետություն զավթվել էր կազմակերպված քրեական խմբավորման կողմից և պետությունը վերածվել էր հանցագործությունների գործիքի։ Սերիական հանցագործությունների գործիքի, որոնցից մեկն էլ այո մարտի 1-ն էր։ Մարտի 1-ը միայն սպանությունները չեն, այլև հարյուրավոր վիրավորվածներ, հազարավոր բռնաճնշումների ենթարկվածներ։ Մարտի 1-ը նաև բռնաբարված Աղվան Հովսեփյանի կողմից հավաքական իրավաբանությունն է Հայաստանում, այլանդակված մինչև հիմա, որ դատաիրավական ռեֆորմը իշխանությունը գցել է ոտին, և արդյունքում մենք ստանում ենք այլանդակ որոշումներ դատարաններում։ Այս վնասը Հայաստանում դեռ հաղթահարված չէ։ Որն է չափանիշը, որ մենք պետք է համարենք, որ սեպտեմբերի 18-ի դատավճիռն իրականացված է, առանց դրա շատ հստակ քաղաքական մասի, իրավաքաղաքական մասի, մենք չենք կարող արձանագրել, որ դատավճիռը կատարված է Հայաստանի Հանրապետության կողմից։ Նախ և առաջ այս դատավճիռը հիմք է քաղաքական լուստրացիայի համար։ Մարդկանց սպանել է պետությունը, ըստ այս դատավճիռի։ Պետությունն ունեցել է իշխանություն, իշխանությունը ունեցել է գլուխ և ունեցել է քաղաքական ֆասադ, հանձինս կուսակցությունների ՀՀԿ, ԲՀԿ դաշնակցություն, որոնց ներկայացուցիչները, թող ներող լինեն ներկաները, ահա այստեղ նստած իշխանությունը իրենց կոչում է մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ, 4 բառն էլ սուտ է, մերը չեն, հարգելի չեն, ընդդիմադիր չեն, այլ պետության թշնամին են և գործընկերել չեն։ Տարեք գցեք։ Անհրաժեշտ է, այ օրենք է անհրաժեշտ և այդ կուսակցությունները պետք է լուծարվեն։ Ի վերջո, դրանով անցել են իսպանացիները, երբ ձերբազատվել են Ֆրանկոյի բռնապետությունից, պորտուգալացիները Սալազարից, Լեհաստանը և Բալթյան երկրները կոմունիստական բռնապետությունից։ Հայաստանն այնպես չի, որ նրանք ժողովրդավարությունից բան չեն հասկանում, իսկ ստեղ մեզ բացատրում են, թե չէ, կարող է ժողովրդավարական չի, այսպես չի, այնպես չի, օրակարգում նման հարց չունենք։ Ոչ, մենք ռումբի վրա ենք նստած մինչև հիմա և հենց ձեր ընդդիմադիր սիրելի գործընկերներն են ձեզ ռմբակոծում, մեր ներվերն էլ քայքայում ամեն օր։ Էլ չեմ ասում, քանի հատ տերորիստական խումբ է բռնվել ստեղ, որ գալիս է իրենց սիրելի երկրից, չէ, որի հետ միութենական պետության մեջ մտնելու հարցը պատրաստ են քննարկելու։ Խնդրեմ, սենց քաղաքականություն չի լինում։ Դրա համար էլ այո, նրանք մարդ են սպանել և պատրաստ են մարդ սպանելու, եթե միայն թե հնարավորություն լինի ձեռներում։ Ուրեմն, ռեզումեն հետևյալն է, ժողովրդավարությունը բարիք է, բայց այն պետք է լինի բռունցքներով։ Ժողովրդավարություն նշանակում է ուժ, ժողովրդավարություն նշանակում է կարգ, ժողովրդավարություն չի նշանակում լխկած շիլաշփոթ մի վիճակ, երբ ամեն տեղից վեր կացողը խելքին փչածը կվերկենա ու կասի ու անպատիժ ձևով։ Ու սա էլ համարում եք ժողովրդավարություն, ամոթավանքի։ Եվ ուրեմն, ի գործ մենք հետևելու ենք դեպքերի ընթացքին և մեր գնահատականներով երևի թե
հնարավորություն կունենանք հասցնել, թե ինչ ենք մտածում այս ընթացքի մասին, բայց մարտի 1-ի էջը փակելը բոլորիս պատվի հարցն է, քաղաքացիների, պետության, իրավապահ մարմինների, դատախազության, բոլորիս, ով իրեն համարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շնորհակալ եմ ուշադրության համար։